Սա անհատական կարելի ասել որպես հաշվետու իմ առաջին ցուցահանդեսն է։ Այստեղ ընդգրկված են 2021-ից 25 թվականի աշխատանքները։ Արդեն պահանջմունք էր իմ մոտ առաջացել, որ ներկայանամ իմ անհատականով, միշտ խոսում էին, ինձ համոզում էին, ես միշտ խուսափել եմ ունենալ այսպիսի ցուցահանդես, որովհետև շատ պատասխանատու եմ իրականում ու նաև պիտի այդ պահանջմունքը ունենաս դա անելու համար։ Ինձ թվում է արդեն հասունացել էր դա, որ ներկայանայի իմ նկարներով։ Ես ցուցահանդեսը վերնագրել եմ բնության տեքստուրաներ, նկատելի է, որ նկարում եմ հիմնականում բնությունը, մեծ մասամբ աշխատում եմ դրսում, պլեներում, այսինքն բացօթյա ձևաչափով, բայց ընթացքում շատ հաճախ արդեն ինձ մոտ առաջացել էր պահանջմունք նկարել ավելի դեկորատիվացրած, ավելի ոճավորած ձևով, անցկացնելով կարծես թե իմ մեջից, իմ սպեկտրով ու արդեն սկսել էի վերջին ժամանակներս աշխատել արվեստանոցային պայմաններում ու իմ մեծ բազան դրսում նկարելու ինձ շատ օգնում էր, որ ես կարողանամ արդեն արվեստանոցում երկուսը համատեղեմ, իրատեսականը վերցնելով, նաև ոճավորեմ ու նկարեմ արդեն իմ զգացողությունները ավելի շատ։ Իմ թեման հիմնականում ծառերն են, մոտիվները, եթե այդպես ասենք, ու ես նկարում եմ տեքստուրաներ, ինչու եմ այդպես անվանել, որովհետև փորձում եմ հենց իրանց ավելի ոճավորելուց ինձ մոտ վրձնահարվածներն էլ ավելի արտահայտիչ ու հաստ շերտով եմ աշխատում, իմպաստո մեթոդով եմ ես նկարում, եղանակով ու տեքստուրաներին ես շատ ուշադրություն եմ դարձնում ու իմ նկարներում դրանք շատ առկա են ու ավելի շատ մոտեցումն էլ այնպիսին է, կարծես գոբելենների վերածվեն իրենք։ Իմ վրա մեծ ազդեցություն են ունեցել իմպրեսիոնիստները, մանավանդ Կլոդ Մոնեն, բայց երբ որ ես արդեն ավելի դեկորատիվ մոտեցմամբ սկսեցի աշխատել, ես որ արդեն սառը հայացքով նայում եմ, ավելի շատ էքսպրեսիոնիզմ է իր մեջ, ավելի շատ այդ ոճում եմ իրականում ու դրա համար կարելի ասել ավելի շատ էքսպրեսիոնիզմ էստեղ։ Նախապես ոգեշնչվում եմ տվյալ բնության մոտիվից, առավել ևս դա կարա լինի ծառը ու որ ծառի դիմագիծը, որ ես փորձում եմ այդ կերպարը, որը ինձ հուզել է, ստանալ, բայց իհարկե ընթացքում արդեն շատ հաճախ կարա ձևափոխվի այդ ամեն ինչը, արդեն կախված այդ օրվա իմ տրամադրությունից, դա շատ մեծ ազդեցություն է թողնում նկարի վրա։ Իհարկե աշխատում եմ վատ տրամադրությամբ չնկարել, որովհետև մտածում եմ, որ ես իմ էներգիան եմ հաղորդում ու պատասխանատու պետք է լինենք մեր ստեղծածի համար, այսպես ասած, ոչ միայն մասնագիտական առումով, այլ նաև էներգետիկ դրականն է, էլի պիտի կարողանալ փոխանցել։ Շատ հաճախ լինում է, որ այնպիսի մի դրվագ եմ նկարել, անկախ ինձանից, որ նայում եմ, վայ, ես եմ նկարել այսպես ու սկսում եմ դա զարգացնել, դա տարածել մյուս կտավի, մյուս մասերի վրա, այդպես էլ է լինում։ Այնպես է ստեղծագործական ընթացքը, որ չես կարողանում հասկանաս ուր կտանի քեզ, ուր կհասցնի։ Հուզվել եմ մի հետաքրքիր դրվագից, որ ինձնից գնել էր մի անգլիացի ու հետո նամակով շնորհակալություն էր հայտնում, ասում էր գնել եմ, քանի որ իմ մահացած ընկերոջն է հիշեցնում այս դրվագը, իմ նկարի դրվագը, քանի որ իրենք ինչ-որ զբոսանք են ունեցել վերջին օրով ու իմ նկարը շատ հիշեցրել է իրեն այդ զբոսանքը։ Ու ես էլ շատ էի հուզվել։ Իմ ասելիքը կայանում է նրանում, որ մարդը իմ նկարները նայելով կամ շփվելով իմ արվեստի հետ, իրեն էլ զգա բնության մի մասնիկ ու մոտ լինի բնությանը։ Վրձնահարվածները դեռևս ճանապարհ ունեն անցնելու։ Իացած են իջը։ Ես էլ ուզում եմ ներկաներին հավաստիացնել, որ ինչ բարությամբ, գեղեցկությամբ ներկայացնում է արվեստը, երկևիթը նույն ձևով ինքը աշխատում է նաև երեխաների հետ։ Նույն բարի, գեղեցիկ մանկավարժն է նաև և իր տաղանդը, իր հնարավորությունները, կարողությունները մեծ սիրով, համբերությամբ փոխանցում են երիտասարդ սերունդին, իսկ դա ոչ պատասխանատու է, որովհետև ամեն մի լավ արվեստագետ ցանկանում է իրենից հետո թողնել նաև տաղանդավոր աշակերտներ։ Ես համոզված եմ, որ մեր դպրոցից
Երևան քաղաքի համար 166 հիմնական դպրոցում է աշխատում նաև Լիլիթը, դուրս կգան շատ տաղանդավոր երեխաներ, ի շնորհիվ Լիլիթ։ Հիմա մանկավարժությամբ էլ եմ զբաղվում ու փորձում եմ ինչ-որ մի ձևով նպաստել սերնդի կրթությանը։ Նախկինում չեմ մտածել, որ երբևէ ես կզբաղվեմ մանկավարժությամբ, բայց հիմա նաև այդ խնդիրն եմ դրել իմ առաջ, որ ինչ-որ ձևով իմ փորձը կարողանամ հաղորդեմ սերունդին։ Մենք համոզում ենք իրի ցուցահանդես ու հիմա հասունացել է այն պահը, ու ես շատ ուրախ եմ, որ այս գեղեցիկ սրահում, այսքան շատ գեղեցիկ ու բարի լավ մարդկանց հետ մենք կարողացանք այսօր վայրել քո ցուցահանդեսը։ Շնորհավորում եմ, ցանկանում եմ, որ այս գույները, որը դու տեսել ես ու մեզ ներկայացրել ես նկարների տեսքով, լինեն ցանկացած մարդկանց սրտերում ու մարդիկ լինեն միշտ բարի, ուրախ եւ գույներով լի այսքան նկարներ են։ Քեզ շնորհավորում եմ։